Պատերազմը կասեցնելու գլխավոր միջոցը հենց պատերազմական գործողությունների ժամանակ հակառակորդին ամենահադու հարվածը եւ պատասխանը տալն է, որովհետեւ դրանից բացի հակառակորդը կարող է չհամոզվի, թե եթե հադու պատասխաններ չստանա, ինքը կարող է կաչալերված լինել։ Ես մեծ հիացմունք ունեմ մեր զինվորների եւ դասած զինվորների նոր սերունդի, ինչպես նաեւ սպայական գազմի հրամանատարության բահվածքի առումով, որոնք մեծ բադիվ բերեցին այս անցնող մի քանի օրերի ընթացքում հայկական զինված ուժերին եւ հայ ժողովրդին իրենց արի գեցվածքով եւ հակառակորդին հասցված մեծ հարվածներով։ Սա ասելով հանդերձ ես շարունակում եմ գտնել, որ այն 1:5-ի հարաբերությունը, որ զոհվածների թվերի առումով ունեցել ենք հակառակորդի համեմատ, չնայած 1:5-ը ինքը խոսուն է, այնուամենայնիվ մեզ համար այդ 1:5-ի դիմաց դեռևս շատ ծանր գորուստ է եւ մենք պետք է ունենանք միջոցները նման գորուստներ թույլ չտալու եւ շատ ավելի քիչ զոհերով, քիչ գորուստներով հադու հարվածը հասցնելու հակառակորդին։ Հակառակորդին գասեցնելու միակ ճանապարհը սա է։ Ցանկացած այլ թույլ գեցվածք մեր կողմից նրան արիտ կնձայի իր արգազախնդրությունը շարունակելու։ Պարոն Ենիկոմյան, Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախկին փոխնախարարը խոսել էր ադրբեջանական բանակի անզորության մասին։ Այս պարագայում, երբ ադրբեջանցիներն իրենք խոսում են իրենց անզորության մասին, դա գիտակցելով հանդերձ, ինչու են նախահարձակ լինում եւ պատերազմի վերսկսման փորձեր անում։ Իհարկե, կոնկրետ այդ պաշտպանության այդ նախկին նախարարի հայտարարությունը կարելի է նաեւ մեկնաբանել քաղաքական համատեքստում, դա բացի փորձագիտական, մասնագիտական մեկնաբանություն լինելուց նաև քաղաքական երակներ պետք է փնտրել այդ հայտարարության մեջ։ Ներկա ուրեմն Ալիևի ռեժիմը եւ հատկապես նրանց նոր պաշտպանության նախարարը իրենց այս վերջին տարիների բացարձակ զինվածության, այսինքն Հայաստանի սպառազինման համեմատ իրենց անհամեմատելի սպառազինվելու փաստի դիմաց մեկ-մեկ պետք է փորձեն իրենց այդ ուժը ստուգել եւ նաեւ մեզ ստուգել եւ այդ կարծում եմ, որ այդ փորձարկումներ, որ կատարվում էր, իհարկե այդ փորձարկումը կատարվում էր աշխարհակաղակական եւ տարածաշրջանային շատ հատուկ պայմաններում, այնպիսի պայմաններում, երբ անցնող տարիների այդ մեծ դերությունների միջև հանցինս Մինսկի խմբի համանախագահների, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի որպես Եվրոպայի ներկայացուցիչ, այդ մեծ դերությունների տարիներ դեպված համենայնտեպս մեր տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում եւ Արցախի շուրջ քիչ թե շատ կոնսենսուսային համաձայնությունը իրենց միջև վերջին ժամանակներում պայմանավորված Ուկրաինայի դեպքերի հետ խախտվել է եւ այդ խախտումն է, որ բնականաբար արիտ տվեց այս լարվածությանը, որից օգտվելով Ադրբեջանը դիմեց իր այս արգածախնդրության եւ որին առայժմ համենայնտեպս Փառք Աստծո եւ Փառք մեր զինված ուժերին, զինվորներին, արի զինվորներին առայժմ իր հադու պատասխանը ստացել է։ Պարոն Ենիկոմյան, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլիկը հայտարարել էր, որ ժամանակն է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, նման հայտարարություններով են հանդես գալիս նաև համանախագահող երկրներ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ տպավորություն է ստեղծվում, որ համանախագահող երկրների գործառույթները սահմանափակվում է բացառապես մտահոգություն հայտնելով, որովհետեւ այլ տեսակի միջամտություն մենք որևէ կերպ չենք նկատում։ Ինչով է ձեզ դա պայմանավորված ու ինչ պետք է սպասել համանախագահող երկրներից։ Ես գտնեմ, որ համանախագահող երկրների միջև համաձայնությունը խախտված է եւ երկու կողմ
հիմնականում Ռուսաստանը մի կողմից, Ամերիկայի Միացյալ Նահանգները մյուս կողմից եւ Ֆրանսիայի բանակայում կարող են պայմանականորեն ներկայումս ցերնբահ մնալ, այդ երկու կողմերը իրենց քաղաքական նպատակներն են հետապնդում եւ դա իրենց համաշխարհային մրցակցության պրիզմայով պետք է նայել, իրենք ուզում են յուրաքանչյուրը մեր տարածաշրջանում դիրապետող ուժ դառնալ։ Պարոն Նիկոմյան, գերտերությունների Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից ինչքանով է այսօր բխում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա լարվածությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լարվածությունը բնականաբար այդ երկու դերությունները ցանկանալու են իրենց գերիշխանությունը ավելի շուտ շրջանը իրենց ասացիան դաշտից ներառել, եթե դա բանջում է իրենց համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև զինյալ բախումների վերսկսում, նրանք չի բացառում, որ նրանք գնան նման կայլի, սակայն չի կարելի ասել, որ իրենց ասացիան ավելացնելու նպատակով նրանք բացառապես այդ բախումների վերսկսման ուղղությամբ են գնալու։ Հանգամանքների բերումով ես այստեղ մեկը մյուսի համեմատ նախասիրության բացարձակապես խնդիր գոյություն չունի, այսօրվա զարգացումների բերումով այսօր Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանին համարյա իր ամբողջական դաշտի մեջ ունենալուց հետո համեմատաբար կամ ինչ-որ չափով հարաբերաբար նույնը անել նաև Ադրբեջանի նկատմամբ եւ այդ պատճառով Ռուսաստանը երևի թե պատրաստ է որոշ զիջումների գնալ Արցախի հարցով, այսինքն Հայաստանին բարդացնել, որովհետեւ որոշակի զիջումների գնալ Արցախի հարցի կապակցությամբ, որովհետեւ դրանով Ռուսաստանը սիրաշահի Ադրբեջանին եւ նրան եւս ներառի իր ծրագրերում։ Այս նպատակը իրականացնելու համար չի բացառվում, որ դիմվի որոշակի զինվորական գործողությունների, սակայն դա եւս բարդատիր չէ, որ այդպես լինի, սակայն հավանականությունը արգա է եւ դրա առաջ կառնելու լավագույն միջոցը եւ միակ միջոցը հայկական ուժերի կողմից ցանկացած փորձի հադու հարված դալն է։